Անգոր և որդվո և ոգույն սրբո ամեն, և ամաչեսեն ամենեկյան բույկ որոշեն զանձինս յուրյանց իտյարներ, և ամաչելու են բոլոր նրանք, ովքեր իրենց և իրենց տիրոջ միջև զանազանություն են դնում, բաժանում են իրենց անձերը իրենց տիրոջից։ Սիրելիներ, այսօրվա առակի տնտեսի, անիրավ տնտեսի առակի խորքերը մեկ անգամ ևս մտնելու և ուսումնասիրելու համար այսօր դիմել ենք Եսայի մարգարեի։ Եվ Եսայի մարգարեն Տեր և Ծառա այս հարաբերության մեջ, տիեզերական այս տարածության մեջ Տեր և Ծառա սահմանումի մեջ հստակ կերպով ասում է. մեկ է Տերը և չկա ուրիշ Տեր, որովհետև Տերը ասում է Եսայի մարգարեի բերանով. ես եմ Տերը և չիք այլ ոք բաց ինեն, ես եմ Տերը և ինձանից բացի ուրիշ Տեր չկա։ Սա բացարձակ տիեզերական ճշմարտություն է։ Ինչքան էլ որ մարդկությունը փորձի հակառակը ապացուցել, փորձի տկնել, պայքարել, մտածել, փիլիսոփայել, պատերազմել, գրավել, հանձնել, տալ, առնել, ինչ էլ որ փորձի, աշխարհինը մնում է աշխարհի, իսկ աշխարհի Տերը մնում է մեկ, տիեզերքի արարիչ և ստեղծիչ Աստված։ Եվ ուրեմն բացարձակ ճշմարտություն է, անկախ այն բանից, ընդունենք, չընդունենք, պայքարենք, չպայքարենք, բացարձակ ճշմարտություն է այն, որ տիեզերքը ունի ընդամենը մեկ Տեր։ Եվ մեզանից ոչ ոք, ոչ մի բանի Տեր չի։ Բազմաթիվ անգամներ ասել են, որ մենք նույնիսկ մեր սեփական մարմնի Տերը չենք։ Մի բան ունենք, որի նկատմամբ կարող ենք Տիրոջ զգացում ունենալ և Տիրոջ իրավունք ունենալ, դա մեր հոգին է։ Բայց զարմանալի կերպով ամենից քիչ մտածում ենք հոգու մասին, որի սեփականատերն ենք, և մտածում ենք մնացած բաների մասին, որոնց սեփականատերը չենք եղել, չենք և չենք լինելու, մեր որդիներն չեն լինելու, մեր թոռներն չեն լինելու, մեր թոռների թոռներն չեն լինելու։ Բայց մարդկություն այս խաբկանքի մեջ է, միշտ մոռանում է այս իրականությունը, որ ինքը այս աշխարհում չունի ոչինչ, և Տերը մեկ է։ Եվ ուրեմն ինչի մասին որ խոսեցի, Եսայի մարգարեի այս երկրորդ նախադասության իրողությունն է բացառայում, որ մենք փոխանակ ընդունենք այդ բացարձակ ճշմարտությունը և գործենք այդ բացարձակ ճշմարտության սահմաններում, մեզ շատ հաճախ, մեծավ մասամբ զադորոշում ենք այդ Տիրոջից։ Եվ այն ամենը ինչ որ Տիրոջ սեփականությունն է, որ պարզ տրված է մեզ օգտագործելու, վայելելու համար, մենք համարում ենք մեր սեփականը, փորձում ենք խլել Տիրոջից, փորձում ենք դարձնել մեր սեփականը, դրանով բաժանում նաև մտցնելով մեր և Տիրոջ միջև, ասելով, որ մենք չենք ուզում քեզ քո Տիրոջ իրավունքը տալ, այլ ուզում ենք մեզ համար սեփականել այն, ինչը որ քոնն է, բայց ուզում ենք, որ մերը լինի։ Եվ հետևաբար Տիրոջից բաժանվելու զանազան կերպեր կան, Տիրոջից հեռանալու զանազան կերպեր կան։ Մարմնով կարելի հեռանալ, պարզապես հեռանալ և վերջ, կարելի է մտքով հեռանալ, կարելի է սրտով հեռանալ,
կարելի այս երեքը միասին վերցնել և հեռանալ ինչի մեջ որ ենք մեծավ մասը և մարմնով ենք հեռու, և սրտով ենք հեռու, և մտքով ենք հեռու։ Ուստի և ասում է Եսային, բայց ամաչելու են բոլոր մարդիկ, ովքեր իրենց զադորոշելու են Տիրոջից։ Ունենալու են այլ նպատակներ, այլ մտածումներ, այլ գործողություններ, այլ սիրտ, այլ միտք, քան ունի Տերը։ Եվ եղածի նկատմամբ այլ վերաբերմունք, քան ունի Տերը։ Եվ ահավասիկ, այստեղ գալիս ենք, հասնում ենք անիրավ տնտեսի առակին և տեսնում ենք, որ ահավասիկ անիրավ տնտեսը այդ ամաչողներից մեկն էր, որը պարտավորություն ուներ և այլևս հնարավորություն չուներ չամաչել, որովհետև ինքը իրեն հեռացրել էր, զադորոշել էր, բաժանել էր Տիրոջից։ Ինք այլ խաղ էր խաղում, քան Տիրոջ նպատակներն էին։ Ինքը իրեն չէր նույնացրել Տիրոջ նպատակների հետ։ Ինքը դարձել էր և մնացել էր օդար Տիրոջ նպատակների նկատմամբ և օդար Տիրոջ սեփականության նկատմամբ։ Եվ այդ օդարության պատճառով է, որ նաև սկսել էր վատնել Տիրոջ ունեցվածքը, ինչպես մենք անիրավ տնտեսի նման վատնում ենք այն ամենը, ինչ համարում ենք, որ մերը չէ։ Քաղաք, բար, հայրենի, պետություն, մեր սեփականությունը չենք համարում։ Օդարում ենք մեզնից։ Հետևաբար անփույթ և անպատասխանատու վերաբերմունք ենք ցուցաբերում, որովհետև Տիրոջ հետ նույն ընթացքի մեջ չենք, նույն նպատակի մեջ չենք։ Եվ դրա համար ասում է առակը Տերը կանչեց և ասեց վատնում ես իմ ունեցվածքը, որ նկատմամբ կա անվաստանություն, որ վատնում ես։ Եվ այստեղ վատնելը կարելի է հասկանալ մարդկային իմաստով, կարելի է հասկանալ ոչ մարդկային իմաստով։ Եթե մարդկային իմաստով հասկանալ, չենք հասկանա առակի ավարը։ Ինչու չենք հասկանա, որովհետև վերջում տեսնում ենք, որ անիրավ տնտեսը, քանի որ աշխատել չի կարող, ոչ մի արհեստ չունի, մուրալ ամաչում է, ինչ պիտի անի, որպեսզի կարողանա ապրել, իր Տիրոջը ունեցած պարտապաններին պարտքերը զիջում է։ Ով 100 լիտր ծետեր պարտ գրում է 50, ով 100 կիլոգրամ ցորեն է պարտ գրում է 80, որպեսզի հնարավորություն ունենա այդ մարդկանց բարյացակամությունը շահել և ունենա։ Եվ առակի ընթացքով, եթե գալիս ենք, ակնկալում ենք, որ Տերը առավել խիստ մոտենա տնտեսին, որ հելիք չի վատնել է ունեցվածքը մինչև այս, նաև զիջում է պարտքերը դրանից հետո, բայց զարմանալիորեն Տերը գովում է տնտեսին։ Չի ասում, ինչու իմ պարտքերը զիջեցիր, գովում է տնտեսին։ Նշանակում է, թե Տերը այն Տերը չէ, ինչ որ մենք հասկանում ենք մեծամասամբ, ունենալ, միշտ ունենալ, ավելին ունենալ, դարձյալ ավելին ունենալ, ոչինչ չծախսել, ոչինչ չտալ, պարզվում է Տերը չի, մեր հասկացած Տերը չի, գովում է պարտապանների զիջած իր ունեցվածքի համար։ Մենք լինեին, այդպես չէինք վատի, չէ՞։ Մենք կկանչեինք տնտեսին, առավել խիստ պատիժ կտայինք։ Կպարտադրեինք, որ բոլոր այդ
զիջված պատկերը ինքը վճարի, որովհետև մենք այն տերը չենք, ինչ որ առագը ակնարկում է և ներկայացնում։ Նշանակում է, թե այս տերը, անիրավ տնտեսի տերը, մեր հասկացած տերը չի։ Ունեցվածքը միայն շատացնելու մասին չի մտածում, չծախսելու, ունենալու, հղբանալու, մեծանալու մասին չի մտածում, այլ արդյունավետ, տեղի, հոգալու մասին է։ Իսկ պարզվում է ուրեմն ինչ է արել տնտեսը մինչ այդ։ Վատնել, ինչ իմաստով է վատնել։ Ինչպես Արագն է ցույց տալիս, ինքը իր համար չի կուտակել, որովհետև եթե կուտակած լիներ, անհոգ կգնար ասել լավ, հանում է իր տնտեսությունից, գնան կուտակածս վայելեն մինչև կյանքից վերջինից կհելիքի, նշանակում է չեն կուտակել, չեն գողացել այդ իմաստով։ Բա ինչ է արել, նշանակում է անփույթ, անտարբեր, անհոգ, ծառը պտուղ տվել է, թե չի տվել, արդը ցորեն տվել է, թե չի տվել, անձրևը ժամանակին եկել է, թե չի եկել, ջուրը ժամանակին տվել է, թե չի տվել, անհոգ, անփույթ, անարդյունավետ օգտագործող է եղել, որ պետք է հոգար, որպեսզի տնտեսությունը զարգանա, տնտեսությունը լինի, արդյունավետ կերպով կառավարվի, բայց եղել է անփույթ, անտարբեր, կերել, խմել, ուրախացել, սեփականը չհամարելով, մտածել է ոչ իմն է, ոչ նրանն է, ոչ մեկինն է, ոչ մյուսինն է, ուրեմն օրը կա, հացը կա, ապրեմ, անցնեմ, անցկացնեմ և անարդյունավետ և անփույթ կատարման պատճառով տնտեսությանը հասցրել է վնաս։ Ոչ թե մարդկանց օգնել է, բարիք է գործել, քաջալերել է, պատկերը զիջել է, այլ անփույթ և անտարբեր է եղել, այն ինչ որ մենք ենք, ասենք մեր քաղաքի նկատմամբ, մեր երկրի նկատմամբ, մեր վագի նկատմամբ, չէ պարտադիր չի, որպեսզի ինչ որ վատ բան անենք, վերցնենք, հափշտակենք, ծախենք, պարտադիր չի, կարող ենք լինել պարզապես անտարբեր և անփույթ, պարզապես անտարբեր և անփույթ, մեզ հանձնված տնտեսության նկատմամբ, ինչպես մենք, մեր վրա վերցնենք, հոգևորականներս, կարող ենք լինել անփույթ և անտարբեր, հոտը առողջ է, առողջ չի, սնվում է, չի սնվում, տիրոջ ճանաչում է, չի ճանաչում, օրվա քամով, օրվա բերածով կարող ենք ապրել և անցկացնել, առանց մնաց տալու կարծես թե, ոչ մեկին հատուկ մնաց չենք տալիս, բայց ինչպես ուրիշ անգամներ ասել եմ և ոչ միայն ես եմ ասել, անտարբերությունը մեծագույն մեղքերից, մեծագույն շահիթներից։ Այս անտարբերությունն է պատճառը, որ նաև մեր տնտեսությունը վաղնումի մեջ է։ Եվ այս անտարբերությունն է, որ հանդիմանում է տերը, ոչ թե բարեգործությունը, ոչ թե իր ունեցվածքը սրան նրան բաժանելը չէ, որ դատապարտում է, այլ դատապարտում է անփույթ, անտարբեր, անհոգ, անսիրտ մոտեցումը իր ունեցվածքի նկատմամբ։ Եվ ուրեմն երկու այս պատումները Եսայի մարգարեի ասածը և այս անիրավ տնտեսի առագը, երբ որ բերում ենք իրար մոտ հաշտեցնելու համար, հասկանում ենք մի պարզ բան, որ ոչ թե մեզ տրված է տիրոջ ունեցվածքը սեփականացնել և դարձնել մերը սեփականը կամ մյուս ճանապարհ ընտրել, լրիվ անտարբեր և անփույթ լինել այս սեփականության նկատմամբ, այլ պետք է դառնալ տիրոջ հետ մեկ միտք, մեկ հոգի, մեկ սիրտ, և ինչպես որ Տերն է վերաբերվում այս ամբողջ ունեցվածքին, այս ամբողջ ունեցվածքը տալով մեզ ի վայելումը, մենք նույնպես այդ մտքով, այդ սրտով, այդ հոգով պետք է մոտենանք այն ամենին, ինչ որ հանձնված է մեզ։
ոչ տիրոջից հեռանալը եւ այս ամենը մեզ սեփական համարելն է ճիշտ, ոչ էլ այս ամենը տիրոջը համարելով անտարբերության եւ անփույթության մատներն է ճիշտ։ Այլ Եսայի մարգարեի ասածով պետք է մենք իբրև տնտես, իբրև իմաստուն տնտես դառնալ մեկ միտք, մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ նպատակ տիրոջ հետ։ Այսինքն տիրոջ առաքելությունը իրականացնել։ Այն ունեցվածքի նկատմամբ, որ իրենն է եւ որը հազնված է մեզ ժամանակավորապես։ Եվ այստեղ է որ տեսնում ենք, որ Աղագի վերջաբանի հետ համեմատելով տեսնում ենք, որ այստեղ միայն կուտակել, շատացնել, արադացնել, ճոխացնելը չի, այլ արդյունավետ կառավարելը եւ արդյունավետ մարդկանց նաեւ տրամադրելը եւ բաշխելը։ Ուրեմն այս առակը, այս անկողջ վերլուծությամբ գալիս շատ պատշաճում է մեր այսօրվա վիճակին։ Ինչու մենք այսօր այս վիճակում ենք, որովհետև եղել ենք անիրավ տնտես, կամ այս ամենը համարել ենք մերը, երբ որ մերը չի եղել, կամ այս ամենը համարել ենք մեկ ուրիշինը, որում ոչ Աստծունը, մեկ ուրիշինը, որի նկատմամբ կարող ենք լինել անփույթ, անտարբեր, անհոգ, անպատասխանատու։ Դրա համար ևս մեկ անգամ խոսքս շատ չերկարացնելու համար անիրավ տնտեսի առակի մեկնությունները հազարավոր են եւ սերունդները կգան կգնան եւ այդ առակի խորքերը դեռ չեն սպառի, ոչ էլ մենք հավաքվում ենք սպառած լինել, բայց այսօրվա մեր հասկացողության շրջանակներում, այսօրվա մեր վիճակի վերլուծության շրջանակներում տեսնում ենք, որ այո, մենք չպետք է տանք առիթը, մեզ համար առիթը ամաչելու Տիրոջ առջև, երբ որ հաշիվը մեզանից պահանջի։ Եվ հաշիվը պահանջվելու չպետք է ասենք, որ գիտես Տեր սխալվեցինք, այս ամեն ինչը մերը համարեցինք, եւ ոչ էլ պետք է ասենք Տեր, քանի որ քոնն էր, եւ դու խիստ Տեր ես, այդպես որոշեցինք շատ չզբաղվել այս ամեն ունեցվածքով, դրա համար էլ որոշ բաներ փչացան եւ գործածությունից դուրս եկան։ Տիրոջ հետ լինել իբրև տնտես, լինել մեկ միտք, մեկ հոգի, մեկ նպատակ։ Տեսնել վերջիվերջո իբրև ազգ, իբրև ժողովուրդ, որն է Տիրոջ նպատակը, որի հետ մենք պետք է ընթանանք։ Ինչու ենք մենք գնալով այսպես պակասում, ինչու մեր Տիրոջ կողմից տրված ունեցվածքը պակասում է, մեր հայրենիքը ինչու է փոքրանում, ինչու է շարունակում փոքրանալ, ինչու մեր տնտեսությունը շարունակում է մնալ այսպես թշվառ, ինչու մեր երկիրը մնում է այսպես ոչ խնամված, անխնամ, ամենուրեք աղմուդություն, կեր, հապտվվածություն, ինչու, որովհետև մենք անիրավ տնտեսի նմանողությամբ ենք գործում։ Այնինչ, պետք է ամեն երկրորդական, երրորդական բան թողնել, մեկ կողմ թողնել եւ փորձել հասկանալ մեկ բան, որն է իրական եւ միակ Տիրոջ միտքը, հոգին, սիրտը այս ամբողջ ունեցվածքի նկատմամբ։ Ճիշտ եք մենք գործում, Տիրոջ ցանկության համապատասխան ենք, վարվում մենք այն ունեցվածքի հետ, որ մեզ տրված է։ Թե վարվում ենք ըստ մեր հայեցողության եւ մեծամասամբ ըստ մեր անտարբերության։ Ավասիկ եւս մեկ կարևորագույն դաս մեծ պասի ընթացքում անիրավ տնտեսի առակը տալիս է մեզ։ Շտկելու համար մեր տնտեսության վիճակը, այս տնտեսի առակից դաս վերցնելու եւ դուրս գալու եւ գնալու եւ վերանորոգելու տնտեսությունը
Եվ եթե այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որ ինչ-որ մի բան մեզնից կտրենք և տանք ուրիշին, որպեսզի ընդհանուր տնտեսությունը շահի, պիտի դա անենք։ Որովհետև վեճ առաջ այն ամենից, ինչի վրա որ հիմա դողում ենք, վեճ առաջ բաժանվելու է։ Ավելի լավ է այդ բաժանումը լինի մեր սրտով, մեր մտքով, Տիրոջ կամքին համապատասխան, որպեսզի լինի ավելի քիչ ցավեցնող և նաև լինի շահեկան, ոչ միայն մեզ, այլև բոլորիս համար, հավաքականության համար, եկեղեցու համար, ազգի համար, ժողովրդի համար, հայրենիքի համար։ Այս հայրենիքն էլ ընդունենք իբրև տնտեսություն, որը լավ տնտեսների, հոգացողների կարիք ունի, ոչ թե անտարբերների և անփույթների։ Մեծ և փոքր տնտեսություն այդ իմաստով չկա, որովհետև բոլոր տնտեսությունները նույն Տիրոջն են պատկանում, նույն Տերն է, որ վերահսկում է և նույն Տիրոջն են վերադառնալու։ Սիրելիներ, ահավասիկ, այսօրվա առակի խորհրդով մեկ անգամ ևս վերանայենք մեր ընթացքը, իբրև ծառաներ, մեկ և միակ Տիրոջ նկատմամբ և իբրև այդ մեկ և միակ Տիրոջ ծառաներ վերանայենք մեր մոտեցումը այն ունեցվածքի նկատմամբ, որ ժամանակավորապես տրված է մեզ ի գործածություն, ի կառավարում և ի բարորում։ Եվ Տիրոջ սերը, շնորհը, խաղաղությունը թող մեզ օգնական լինեն և առաջնորդ լինեն այդ մեր տնտեսության կառավարման գործում այժմ և հավիտյանս ամեն։